Եվս մեկ բան կփորձեմ պարզել մարդկանց համար, ովքեր ասենք իմ դրած տեսանյութերը նայում են, ասենք հարցեր են առաջանում մարդկանց մոտ, որ ասենք իմ խոսքի մեջ ես համ վեղադրում եմ համ ասենք նախկին իշխանություններին, համ ներկայիս իշխանություններին, համ Ռուսաստանին, կպնում եմ համ Ռուսաստանին, համ Արևմուտքին, այսինքն բոլորին էլ որտեղ կպնելու տեղ կա, կպնում եմ, էլի։ Ինչ եմ ուզում առանձնացնել, որ այդ հիմնականում մարդկանց մոտ գերիշխում այն մտածողությունը կամ համակարգ էլի դուալնի կոչվում է աշխարհում, որ ասենք մարդը կամ արևմտամետ պետք է լինի, կամ ռուսամետ պետք է լինի, չէ՞, ոնց ասենք, կամ այն որ ասում են կամ Ռուսաստանի տակ ենք, կամ Թուրքիայի տակ ենք, չէ՞։ Այսինքն դա մենակ հայերին չի բնորոշ, ասում, օրինակ ասենք նույն ձևի ռուսերեն են, նույն ձևի ուկրաինացիք են, բոլոր նույն ձևի դա մարդկության մեջ այդպիսի մտածողություն կա, բան կա, չէ, որ ասում է, որ հեռախոսը առնում ես, ոնց են ասում, ռուսերեն ասեն նաստրոյկի պայմանալչանի, չէ, որ ասենք գործարանային արտադրության բաներ է, ուղումներ է գործածման համար ու ասենք եթե դու չես փոխում դա, ինքը աշխատում է կամ սիստեմում, ասում կամ այս կողմից կամ այն կողմից, էլի ծայրահեղական մոտեցում է ու դա մարդու ուղեղի աշխատանքի այնց այդ բանն է, նաստրոյկենն է, որ ասենք եթե դու չես կարող, ինքը չես փոխել ծրագիրը, ինքը հենց այդպես էլ աշխատում է, դա հենց այդպես է, կենդանական բան է, էլի դա, կենդանների մոտ էլ է այդպես, բեյ իլի բիգի, չէ, որ ասում են ռուսները, ասում են կամ փախի կամ կռվի, նույն էտրատիպի բան է։ Հիմա նայեք, ասենք ես որ խոսում եմ, օրինակ ասենք երբ որ ռուսներին կպնում են, այն արևմտամետները մտածում են ռուսները մերոնքական է, հետո ֆռնում եմ արևմուտքին եմ կպնում, չէ՞։ Սրանք ասում են արեսի շպիոն է եկել է, ռուսներն են ղրգի եկել է, մենք տենց է գիտեինք։ Այդ մտածողությունը, որ չեն ջոգում էլի, որովհետև իրենք հենց տենց են մտածում, իրենք չեն կարում հասկանալ, որ ասենք այդ կենտրոնի մասին որ խոսում է, որ ինքը կենտրոն չի, ինքը միշտ էստից տեղից, այս վիճակի մեջ է մտնում։ Դրա համար ասենք, երբ որ դու բոլորին էլ կպնում ես, ինքը խառնում է, էլի, իր այդ կառավարման համակարգը ուղեղի քարկապան գնում, եռում է, որովհետև չի հասկանում, բա դու որ կողմից ես, որ ասում է, տենց էլ չհասկացանք դու ում կողմից ես, ուզում եմ հիմա մի հատ բան անեմ, որ շատ չտառապեն, շատ քարկապ չընկնեն, շատ մեղքեր իրենց վրա չվեկալեն, հեսա կասեմ ինչի համար եմ դա անպայման ուզում եմ օգտակար լինեմ այդ մարդկանց, որ շատ չտուժեն, էլի։ Ուրեմն նայեք, ես այն գրքից էլ вообще զգուշացեցի, որ ես մեր կողմից եմ, ոչ մեկի կողմից էլ չեմ։ Եթե մարդիկ այդքան լուրջ չեն ընդունել, ես ինչ անեմ։ Ես մեր պետականության կողմից եմ։ Ես մեր երկիրը կենտրոն տեսնելու կողմից եմ։ Ու դա հենց այդպիսի խոսքեր չեն, դա հենց այդպես են։ Իսկ եթե ինչ-որ մեկին կպնում եմ, կապ չունի ումը։ Ես կպնում եմ փաստերով, որ փաստեր կան, հա, կարող է այդ փաստերի ապացույցները, որ ասենք ենթադրություններ են կանում փաստերից ելնելով, չէ, ասենք որ արևմուտքը այդպես մեզի բան արեց, ասենք այնց խափեց, որ մտում չխափեց այդ որ այն օրը ասում էի, չէ։ Հա ասենք այդ փաստերը չկա, ձայնագրությունները կամ ասենք դոկումենտ փաստաթղթերը, որ իրանք իրար հետ իջեն, բայց ասենք իրանց գործերից էդի երևում է, եթե բան չես, կրիտически միշլենիե, որ ասում եմ, մտածողություն եթե ունես, անալիտիկ մտածողություն ունես, հասկանում ես ինչա կատարվի, ասենք, ես դա եմ ուզում ճշտեմ ժողովրդի համար, որպեսզի հասկանան, որ բոլոր կողմերն էլ եմ ասում, բոլորով դուք իրանց համար կերակույր եք, ով էլ իշպոկի իրանց համար լավ է, ժողովուրդ ջան, հասկանում եք, որս է, Հայաստանը իրանց համար որս է, Ռուսաստանն էլ մի բան կստանա, կարող է հողով չի ստանա, բայց ասենք հողի տեղ մի բան կտան, կարող է Ուկրաինայից մի քանի հատ գյուղ տան, ինչա կպել է կամ
զենքի եղած չեղածը ոնց որ Արցախից տարան։ Չնայած հիմա ասում են մտում թուրքերը տալու են Ուկրաինային, ես ճիշտն ասած չեմ հավատում, ռուսները առանց ոչ մի բանի չէին գնա Արցախից։ Ամեն դեպքում պետք է ծախած լինեի մի բան։ Այնպես որ ես դա ուզում եմ նշել, որ այդ կամ ռուսների կողմից, կամ արևմուտքի կողմից, կամ Թուրքիայի տակ է, կամ Ռուսաստանի տակ է, ես այդպես չեմ մտածում, ժողովուրդ ջան, հույս չունենաք, որ ես այդպես եմ մտածելու։ Բացառված է, ես այդպես չեմ մտածում ու կապ չունի դա քաղաքը։ Իմ մտածողությունը բան է։ Ռուսները դրան ասում են նի ստանդարտնի։ Ես այդպես եմ միշտ մտածել, դա երևի գենետիկա ինչ է, չգիտեմ։ Դա այդպես մարդիկ կա, որ իրանք նի ստանդարտներ են մտածում։ Հենց որ հույս չունենաք, որ ես պետք է այս կողմից լինեմ, այն կողմից լինեմ, ու կապ չունի, 1000 կողմ էլ լինի, իմ համար իմ կողմը հայկական պետականության շահերն է։ Հայ չեմ ասում, ես էլ եմ ասում, արևմուտքի հետ համագործակցելու, դաշնակցելու դեմ չէ, բայց դա դուք պետք է, հա, այստեղ մեկ կարևոր բան, հա, ուզում եմ այս իշխանություններին թող գնա հասնի, ոնց ուզում են տանեն հասնեն։ Եթե դուք դաշնակցում եք, Ղազի նման մի դաշնակցեք, ոնց որ ժամանակին Հռոմի հետ, ոնց որ ժամանակին Բյուզանդիայի հետ, ոնց որ ժամանակին բոլորի հետ։ Միշտ այդ ղազական համակարգը թարգեք։ Մի հատ ճշտեք մեկ ինչի դեմ եք դաշնակցում, ինչ եք ստանում։ Դուք չէ անձամբ, մեր պետությունը, մեր ժողովուրդը ինչ է ստանալու, որ դուք դաշնակցում եք։ Օրինակ Տրամպի այս ճանապարհը, էսի մեզ ինչ է տալ, դուք որ հեքիաթներ եք պատմում, այդ ինձ ոչ մի բան չի ասում։ Դա կարակ էտա հավերին խաբեք, ասեմ ձեզի։ Մեր պետականությունը, իմ ժողովուրդը, իմ երիտասարդ ապագա սերունդը դրանց ինչ է ստանում։ Այս հանքերը, որ գալիս են թազա գտնեն, գծեն բան, ճշտեն բան, դա հա, ասենք դա լավ է, բայց դա հասկանում եք ինչ եմ արել։ Այդ հանքերը, որ ստորագրել ես, դա խարշ տալու ձև է, ինչ տարբերություն։ Փողով չես տալի, հանքով ես տալի։ Ապագատ ես ծախում։ Դա ավելի, դա նույն բանն է, ոնց որ երկաթուղին ու գազն են վաղտի ծախել։ Ասեմ իմանաս։ Վաղինակ ջան, լսի։ Դա նույն բանն է, ոնց որ այն երկուսը, այն 3 Լևոնից սկսած։ Լևոնը բազան է մտցրել, պետական հանցագործություն 1։ Այն մեկը գնաց երկաթուղին է ծախել, այն մեկն է գազն է ծախել։ Հələ այն մնացած լիքը բաները, որ ծախել են, հոպը տվել են, օդային բազան ընդեր մտցրել են, դա առանձին թեմա է։ Սահմանապահ զորքերը, այդ սաղ պետական հանցագործությունները, այդ որ հիմա իրանք դրա համար չեն գնդակահարվել կամ ծմած նստե։ Դա ընդամենը նրանից է, որ Հայաստանում իշխանության վրա պետական ուժեր չկան։ Այդ իշխանությունը նույն ղազական համակարգով գնում է դեպի ղազություն։ Որ բացատրել եմ, կարակ նայեք անցած հաղորդումներից հասկանաք ինչի մասն եմ խոսում։ Դա ձեր բնութագիրն է, դա վիրավորանք չի։ Դա ղազերը կարան վիրավորվեն ընդամենը։ Ասեմ իմանաք։ Հիմա ես հարց եմ տալի, այդ Ամերիկայի հետ որ բան եք ստորագրել, ասենք դա մեզ ինչ է տալի։ Դա ջհուդներին, որ հանքեր եք տալի, ճանապարհ եք տալի, դրանից այսինքն հայերը ինչ պետք է ծառայեն ջհուդներին ու ամերիկացին, որ իրանց չմորթեն, դա եք տալու։ Հա? Դարավոր ստրկություն, ինչա որ բան է, էլի, որ ասում է գոնե չեն մորթելու, չեն կոտորի, հա? Դա եք ուզում ծախեք այս ժողովրդի վրա։ Ես պրոստո ասում եմ, ես ձեր տերերին, լավ, ձեզ չեմ ասում, որովհետև դուք ղազ եք, դուք ոչ մի բան չեք որոշում։ Ձեր տերերին ասում եմ, որ դուք բեսլամբ սխալվել եք։ Այդքան բան։ Ամեն անգամ չեմ կրկնելու, որովհետև ես սիրում եմ գործերով հագցնեմ։ Ասեմ իմանաք։ Դա երևի վերաբերում է համ ռուսներին, համ անգլիացիներին, համ ամերիկացիներին, համ ջհուդներին, համ թուրքերին։ Հələ մի 10 հատ կարակ ընդ գրեք։ Այդ հիմնականներին ասեցի։ Դուք իմ համար այդ թվարկածներս ոչ մեկը, ոչ մեկից, ոչ մի բանով պակաս չեք։ Ոչ ավել եք, ոչ դուք ընդամենը իմ համար ասեցի, անուններ եք։ Թիրախներ եք, որովհետև դուք թշնամի եք իմ համար։ Այդ թշնամին իմ համար մի գույն ունի։ Դա մեռելի գույնն է։ Հիմա էլի ուզում եմ գամ եմ, որ ասում եմ մեր ոչխարներին, մեր ժողովրդին դրանց ինչ օգուտ, որ
Ես դեմ չեմ, էլ եմ ասում, Եվրոպայի դեմ էլ չեմ, Ամերիկայի, բայց ասենք այդ պայմանները բան է, այդ ստրկական պայմանները մեզի ձեռ չի տալի։ Խափում եք, ոչի բան է, մենք չգիտենք դուք ինչ եք ստորագրել, այդ ինչը որ դրել եք, էդի մենք դրան համաձայն չենք։ Տոկոսը խիա քիչ։ Այդ 25%-ը սա ինչ է այդ Տրամպի բանի մեջ։ Խիա քիչ։ Դա քիչ է։ Բա Վաղն էլ բանը նույն ձևի պղնձամոլիբդենայի 25%-ը էդ էլ է քիչ։ Ես համաձայն չեմ էլ որ ասում եմ։ Ու էդի հենց այնց խոսալ չի էլի, ես տեղյակ եմ պահում ձեր տերերին, որ կուրսիլն են։ Ձեզ էլ ասում եմ ավելի նոր շարժումներ հանկարծ չփորձեք անեք, որ շատ չտուժեք։ Դուք խելոք նստեք, ես ձեր տեղի կխոսամ, դուք դուխ չունեք խոսալու։ Ոչ կարաք հարց լուծեք, ոչ է կարաք ուդար ուտեք, պահեք այս երկիրը։ Դրա համար խելոք նստեք, լսեք ինչ է կատարում, իրանք կգան, են որ ասում է իրանք կխփեն, իրանք կընկնեն, ու կտենանք ինչ ալում։ Ուրեմն դա է ուզում նշեի, համ դրսիների համար, ամեն ներսիների համար թող լսեն։ Կան 15 րոպե, հա։ Ուրեմն սրան միացնեմ երևի լավ էս վիդեոյի հետ։ Մի ուրիշ հարց էլ, այս ռազմական արդյունաբերության հետ կապված իշխանություններին այս հարցը վերաբերում։ Այդ մինչև հիմա Չինաստանը վառոդը քանի հազար տարի առաջ է հայտնաբերել, դուք մինչև հիմա չսովորակ վառոդ հայտնաբերել, թե թույլտվություն չկա ստիծնդից։ Այդ վառոդի գործարանը ով է բացելու ձեր տեղը, որ պետք է լավ կարանակ, դրսից չկարացակ պատերազմի դեպքում չտեսակ, որ դրսից փամփուշտե չեք կարալու բերեք։ Ոնց եք կռվելու։ Թե պետք է էլի ականջներդ կախես, հետո ստորագրես, ասես դե ես փրկեցի 3 միլիոն մարդ շրջապատման տակ էի կնգե, ես ձեզ փրկեցի, ես փրկիչն եմ։ Վառոդի գործարանի չես բացե։ Ամոնալի գործարան, տոլի գործարան, բոլոր տեսակի պայթուցիկ նյութերի գործարան Հայաստանում խի չի աշխատում։ Հայաստանը իր համար խի պետք է պայթուցիկ նյութեր չունենա, որ իր հրթիռների համար համ հեղուկ վառելիքա պետք, համ պինդ վառելիքա, չէ պետք։ Էդի պետք է դու սարքես, որ լիքը հրթիռ արտադրես։ Թե պետք է բան անեք, այտենց առանձին ստենդը պատրաստեք, առնեք, բերեք ստե հավաքեք, հետո վրան անուն դնեք, ես իմի թուրու թվանքով սիրուն անուններ են, առասպելական հնարեք, կպցնեք ու որ պետք է ձերն է, էլի ինչն է ձեր։ Դուք մի հատ վառոդի գործարան չունեք, ես ձեզ ասում եմ։ Դուք ո՞նց եք կռիվ անելու։ Դուք ռագատկի քարե չունեք, որ ռագատկով կրակեք։ Հասկանում եք։ Այս հարցը ասենք ձեզի են որ ասում է ասած չասած, մեկը այս միտեղից մտնում է, այն միտեղից դուրս է գալի։ Մյուսը այս երեխեքին, որ ասենց բանակում զոհում են այդ բարքերի հետևանքով, դա իհարկե իշխանությունների մեղքը չի, դա ժողովրդի կենսակերպի հետևանքն է, սխալ ապրելակերպի հետևանքն է, այո, այդ իրանց այդ ադատ կոչված է, չագերտավոր ադատները, դա թուրիմացություն է, ոչ մի ադատ է չկա։ Հայ էդի չես կարա մի անգամից վերան, բայց ես մի հատ խորհուրդ կտայի, ես նայում եմ, այս բանում համացանցում ով ուզում է խորհուրդ է տալի, մի հատ էլ ես որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, ուրեմն ես ձեզ ասում եմ, որ դիրքում որ երեխա է մահանում դրանց պատճառով, այդ դիրքի խառոշին, մեկ էլ այդ դիրքի հրամանատարին, մարդա մի հատ պատրոն տվեք, թող իրանք իրենց խփեն։ Կամ էլ նույն ձևի ոնց որ իրանք են նվաստացել, դրանց են նվաստացրեք, ուզում են թողնեց ապրեն։ Այդ շատ հեշտ լուծում է հարցը։ Ու 5 անգամ էլ եթե կորպուսի տարածքում 5 անգամ լինում է տարվա մեջ, կամ կապ չունի տարվա մեջ, թե ոնց։ Հենց կորպուսի հրամանատարին նույն ձևի, ատրճանակի մեջ մի հատ փամփուշտ, նա ինչ է անում։ Շատ հեշտ լուծում է, ժողովուրդ ջան, այդ քաղաքացիական բարքերով իրանք սիրում են ուժը բանը, էլի այդպես դնում ես դեմներով ու թող որոշեն իրանք ոնց են ուզում, որ դրանից հետո, որովհետև լավ խառոշի տղեն,
Ես ձեզ ասեմ, լավ խառոշի տղա են, ում քունը տանում է, այդ հիմա կանգնում է, ասում է գնա ախպերս, փոքր ախպերս, թուլա, կարող է մարդը, կարող է դուխը չի երիքում, կարող է ֆիզիկապես չի երիքում, կարող է հազար հատ կարող է կա։ Եթե լավ տղեկ եք, գնացեք կայնեք, կարող է բան եք կայնում, ձեր հայրենիքին եք, ձեր մորն ու քրոշն եք պահա կայնում, այդ ինչ զապադլու է, որ եթե կայնեք։ Օրինակ ես 20 թվին նույն այդ դեպքերը եղել է մեր տղերքը, ասենք դե շատ մարդը չի հասկանում, շատ մարդը քունը տանում է, այդ մոդան է, չէ, թին սովորությունը դե որ քնենք բան, ես ասենք պոստի կոմանդիր էի, այդում կանգնում էի, ասում էի գնա քնի։ Դուք էլ տենց արեք, այդ երեխեքը մեղ չեն արա մեռնում են։ 20 տարի իրա մերը պահելա, որ դուք տանեք պոստում քննելու համար գլուխը ուտեք, անունը դնեք, որ տղայավարի, հա, նենց։ Այդ պոստի հրամանատարը ինչ է անում, ինչ է, յոնջայա ուտում, ինչ է ուտում, որ տենց անում, ոնց է թողում, որ տենց անում։ Այդ ինչ պոստի հրամանատարը, որ կուրսի չի, թե իրա պոստում ինչ է տեղ ունենում։ Կամ էլ այդ ինչ պոստի խառոշի է, որ ինքը կուրսի չի, ինչ անում։ Ուրեմն դրանք են անում, դրանց էլ ասի ինչ է պետք անել։ Բայց նախորոք տղայավարի ձեզ ասում են, որպես հայը հային, թույլ մի տվեք։ Պարզապես ամենահեշտ տարբերակն է դա նույն կամանձիրը, թող օրինակ ծառայի, թող գնա կայնի ինչ է էլ է, որ այդ տղերքը, այդ ափսոս են այդ երեխեքը, ինչ գիտեք, վաղը այդ երեխեն ինչ կարա անի, ձեր հայրենիքը փրկելու համար, ինչ գիտես, վաղը կարող է 1000 բան լինի, դուք ինչ, այդքան հեշտ եք մարդու կյանքի հետ խաղում։ Դա մեկ, այդ հարցի հետ կապված, երկրորդը այդ նույն հարցի հետ կապված, 21-րդ դարի արդեն 20-26 թիվն է, ժողովուրդ ջան, ռոբոտներ կան, կուրսի եք, արհեստական բանականությամբ, ցամաքային ռոբոտներ, վրան պուլեմյոտը գնդացիրը դնում ես, ինքը կարա շարժվի, կրակ արձակի, վրան համ գիշերային տեսողություն կա, կարակ համ լսողության սարքեր դնեք, այսինքն այդ ինչ պրոբլեմ է այդ երեխեքին գիշերով կանգնեցնում եք, որ ինչ։ Այդ ինչ մի ծանր մի հատ խնդիր է, որ դուք չեք կարում։ Ամեն կիլոմետրի վրա մի հատ դեշեկա կամ կոր դրեք կամ ավելի թույլ պուլեմյոտներ, եթե դրանցից չունեք։ Այդ հաստոցային այդ որ սա արհեստական բանականությամբ կառավարում է, ամեն մի կիլոմետրին դրեք մի հատ, այդ ինչ մի պրոբլեմ է։ Բացի դրանից էլ լսողության, տեսողության, գիշերային տեսողության սարքերը դրեք, դաչիկները, տենամով է գալի։ Մի քանի անգամ կգան, էլ չեն գա, եթե գալացող կա։ Այդ երեխեքը խիպը, ներսում էլ թե այդ երեխեքը նստեն, այդ նույն զինվորը, որ պետք է քունը տանի, դուրսը մրսմա, չգիտեմ ինչ անում, քամիա եւ այլ, թող նստի կամերայով նայի։ Թե բանը Մոսկվայից հրահանգ չի եկե, հա, կամ էլ Նյու Յորքից, կամ էլ Ստամբուլից, կամ էլ Թել Ավիվից, կամ էլ չգիտեմ որտից, ձեզ իլը թույլ չեն տվել, որ դրա այդ տեխնոլոգիաները ներդնեք։ Խի չեք ներդնում։ Այդ ինչ մի խնդիր է, որ այդ երեխեքի կյանքը դրանից էժան է, մի պուլեմյոտը ինչ արժի։ Ավտոպատացեք, ժողովուրդ ջան, ամոթ ասենք 21-րդ դար եք ասել, Ուկրաինան չեք դեն ինչ անում, ավտոմատացեք, հա կարակ եթե չեք վստահում արհեստական բանականությանը, կարակ կաբելային կառավարման դնեք, ոչ թե որ համացանցային կամ ռադիո, որ ասենք կարող է պերեխվա տանեն, չէ կաբելային դրեք, որ ներսից կառավարեն, փակ համակարգ սարքեք, շղթան, որ չկարանան մտնեն, կառավարեք, այդ ինչ պրոբլեմ է, թե բաներ այդ գիտնականներին պահում եք, ֆիզիկոսներ ունեք, են որ վեշնի գլուխ եք գովում, ես են կարեն, ինչ չեք կարել, մի հատ չեք կարում սահմանը ավտոմատացնեք, 2026 թիվն է։ Ես Պապիկյանին նայում եմ, ինքը լիքը լավ բաներ անում, չեմ կարող ասեմ, են որ բանը դարչնակներն ու փարչակները սաղորը պահանջում են, ես չեմ պահանջում, որովհետև ես ասեմ ձեզի, 18 թվից ինչքան պաշտպանության նախարար եղել է, ամենալավը ինքն է, հա, մարդը եկա բան արը,
Դրա համար ասենք խեք կբնում այդ մարդուն։ Գնացեք ձեր խառոշիներին բացատրեք, որ իսկական տղեն այդ հիմա զինվորի տեղը պոստա կանգնում, ոչ թե զաչմարիտ են անում, որ մարդը դա իրան սպանի։ Ոնց եք դուք ապրում։ Դուք դրանից հետո ես չգիտեմ էլի էդի որտեղա 30 հոգի մարդ ա մերը կարողա բոլորը տես չեն մահացել։ Ես թեկուզ մի հոգի էլի, այդ մի հոգու մահվան մեջ մեղավորները, որ ասենք կարողա չեն պատժվել, ես ձեզի պրոստո նայում եմ, սենց ասում եմ, դուք ոնց եք ապրում։ Հանգիստ եք ապրում։ Այդ տղու մերը ձեր մորից վատներ։ Այս հարցերը, որ բարձրացնում եմ, շատ կուզենայի, որ տեղ ասնեին։ Ումը որ ինչ ասնա, որտեղ մի քանի շերտանի էր, ասենք, համ դրսի թշնամիներին ասեցի, համ ներսի իշխանություններին ասի, ամեն մեկը իր փայը թող լսեն։ Թշնամիները դե իրան կլսեն, էդի ձեր կամ էլ կարակ զեկուցեք, բայց այս ներսի կուխնյայի հետ կապված, ես ձեզ ասեմ, չի կարելի դες բան անել։ Ո՞ր հիմա որ թիվն է, որ զինվորը պետք է դրա համար ինքնասպան լինի։ Ռոբոտիզացիա, ժողովուրդ ջան, կամերակը դրեք, լավ մենակ կամերակին չեք վստահում, պուլեմյոտներն դրեք, կաբելային կառավարում, այդ նույն երեխեքը թող պուլտի առաջ նստեն, տակ սիրուն, քամուտակ չլնեն, կոֆեն շուշուտ կխմեն, քունները չի տանի։ Շուշուտ փոխեք ընենց էլ։ Այս հարցը ասում եմ, երկու տարբերակ կա, կամ ավտոմատացրեք, կամ էլ այն մյուս տարբերակ կա, հրամանատարին ու խառոշի։ Թող իրանք էլ երկու տարբերակ ունեն, կամ ինքնասպան թող լինեն, այդպես դեպքերից հետո, ընդրությունը սենց պետք է լինի, կամ էլ թող այդտան զինվորի տեղը կանգնեն, որ իրանց աղբերը քունը տարելա, ինչ անենք, որ թույլա պետք է ուտեք, գելի օրենք, հա, դե այդքան գել տղերք եք, բայց ոնց է որ նապաստակ եք դարրել, սենց կռուգոմ կողքները, թուրքերը, ով ուզում է վրա երթ անում, էդի դուք անհատական սաղը տտես գելեք, բայց ազգային մակարդակով նապաստակ եք, հա, այդ ոնց է որ տենց է, այդ ոնց գելեք, որ հերվից նապաստակի վիդա դառնում, ժողովուրդ ջան, այդ ոնց է տենց ելում, թուրքերը գալիս են, գել չեն հանդիպում, ռուսները ընդից զանգում են, գել չի պատասխանում, ամերիկացի կնդից ձեր տեղը որոշում են, գել չկա որ պատասխան տա, այդ դիրքերի երեխեքի վրա են գելերը մենակ, ուրիշ տեղ գել չեք կարում աշխատեք, ժողովուրդ ջան, տեղերը ասեցի, թվարկեցի, գնացեք դրսում գել աշխատեք, որ տենց լավ տղերք եք։ Ես զարմանում եմ դուք ոնց եք ապրում, հանգիստ խրճկով քնում եք։